Սիրելի հայրենակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են, թե ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո Փաշինյանը ինչի գնաց իրավիճակի հավելյալ շիկացմանը։ Վեր կացավ եւ հայտարարեց, որ ընդդիմությանը ջախջախելու եմ, բանտերն եմ լցնելու, սնանկացնելու եմ եւ այլն։ Այն դեպքում, երբ սովորաբար քաղաքակիրթ երկրների քաղաքակիրթ առաջնորդները ընտրություններից հետո խոսում են ազգային համերաշխության, հանդուրժողականության, միասին երկիրը կառուցելու հրամայականի մասին։ Փաշինյանը դա չարեց։ Ինչու՞։ Մանավանդ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, երբ ներքին անհանդուրժողականությունը եւ հասարակության պառակտվածությունը իրոք հասեն աղետալի եւ նույնիսկ ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի։ Պատճառը մեկն է, որպեսզի կարողանար վերարտադրվել, Փաշինյանը կենսական զիջումների է գնացել Թուրքիային եւ Ադրբեջանին։ Ինչպես դոկտոր Ֆաուստը, այնպես էլ Փաշինյանը իր հոգին փաստորեն ծախել էր Էրդողանին եւ Ալիևին։ Դանի պատասխան թե Ալիևը, թե Էրդողանը որոշակի քաղաքական ժեստեր էին արել, որոնք մեծացել էին Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։ Օրինակ հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ մենք ինչ-որ բաներ կանենք, որ Փաշինյանի հավանականությունը վերընտրվելու մեծանա, եւ հենց ընտրարշավի ժամանակ իրենց հայտարարությունը, թե իրենք սկսել են ուղիղ առևտրի վերջնականացման գործընթացը։ Ինչ-որ մի հատ գործընթաց են սկսել, որ Աստված գիտի երբ կվերջանա։ Իրականում այդ գործընթացն մի եսիմ ինչ չի, որևէ ազդեցություն չունի, ուղղակի բառ է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավում։ Եվ Ալիևը, հիշում եք, հայտարարեց Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ ընդդիմությունը իրան վատ է պահում։ Եվ ասրա համար պետք է Փաշինյանը պարտքերը տա, չէ։ Ավելին ասեմ, արմատը շատ ավելի խորն է գնում զիջումների։ Մենք դեռ 24 թվականից էինք ասում, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև շրջանառվում է, որ այս իշխանությունները ոգևորության պայն կոչում են խաղաղության համաձայնագիր, Հայաստանի համար որևէ հարց չի լուծում, փոխարենը լրացուցիչ պարտավորություններ է ենթադրում։ Որպեսզի մերկապահանոց չթվա խոսքս կարդամ, օրինակ 8-րդ հոդվածը կողմերը դատապարտում են եւ կպայքարեն անհանդուրժողականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ դրանց բոլոր դրսևորումներով։ Ակնհայտ է, չէ, որ Ալիևը ցանկացած մարդու, ցանկացած քաղաքական ուժի, ով խոսում է Արցախի մասին, ով խոսում է վերադարձի իրավունքի մասին, գերիները ազատելու մասին, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին, այդ բոլորին ինքը համարում է ահաբեկիչ, ծայրահեղական, անջատողական եւ այս թղթով ինքը պարտադրել էր Փաշինյանին, որ Փաշինյանը այդ ուժերի դեմ պայքարե, բայց Փաշինյանը երբ չի ձախողել այդ պայքարը, դեռ մի բան էլ 26 թվականին, 21 թվականի համեմատ, այդ ահաբեկիչները չակերտավոր, անջատողականները եւ ծայրահեղականները չակերտավոր, խորհրդանում ավելի շատ ձայներ ունեն։ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ 3-5-րդի շեմ հաղթահարել։ Բա պարզա չէ, որ պետք է Ադրբեջանը զայրանար։ Բա պարզը չէ, որ Հաջիևին պետք է ուղարկեր Հայաստան, որ ասեր մոռացել ես, որ ես քեզ պարտքով եմ աժանդակել, դե հիմա պարտքերս հետ բեր։ Սիրելի հայրենակիցներ, իրավիճակը իհարկե շատ ծանր է, բայց օրհասական չի։ Մենք կանգնած ենք երկիրը կորցնելու, երկիրը ադրբեջանապաշտ բռնակալություն սարքելու ճանապարհին։ Փաշինյանը դա է անում։ Բռնակալ ներսում, ով հլու հնազանդ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Պետք չի ուսահատվել, պետք է միասնականորեն բռունցքված ոչ ասել թե Ալիևին, թե Էրդողանին եւ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ պայքարը ավարտված չէ, պայքարը առջևում է։ Լավ մնացեք։